պատրաստվում եք ընտրությունների սեպտեմբերին գիտենք, որ քրոջ վարչության այսպես համար լիստներ լինելու։ Սեպտեմբերին լինելու է վարչության ընտրությունները, իսկ ընտրություններին մենք շատ վաղուց ենք պատրաստվում եւ այդ process-ը Չէ, վարչության այդ հերթական խնդիրներ, մեկը ասում եմ մյուսի ոտի տակն է փորում, դրա կարիքը չկա, մրցավազքը կա, չէ, նախ ցուցակը չի լինելու, դա լինելու է վարչության անդամների ընտրությունը, բայց այդ մրցավազքը դեռ չի սկսվել պաշտոնապես, գործընկերները ակտիվ են եւ ելի ավելի շատ են ակտիվանալու ներկուսակցական հանդիպումներ են անցկացնելու, որը նորմալ է, որպեսզի Ես կարող վստահ եմ, որ շատ նոր մարդիկ կլինեն, ինչպես նաեւ պետք է, չգիտեմ, իրավունք ունեմ ասեմ թե չունեմ ասելու, բայց կասեմ, լավ, հիմա ինչ լինի, մենք նաեւ կանանց կվոտան ենք մեծացրել եւ կանանց ներգրավվածությունը պետք է շատ ավելի շատ լինի վարչության անդամների քանակի մեջ, հա, եւ ով կընտրվի, ավելի ներգրավվածության, ավելի շատ կանայք, դե չեմ ուզում հիմա կանանց դե լավ, Մարիքյան, դու ամուսնացած ես, չէ, կանանց չի նում կառավարել, ասեմ, կանայք են ավելի հեշտ կառավարում, հաջան, ես խնդրում եմ, եկեք, լավ, Մակրոնի ինքը համաշխարհային ղեկավար է մակարդակի, մեծ առաջնորդ է եւ իր անձնական կյանքը Դա իրանց գործն է, անձնական կյանք որևիցե մեկի մոտ պետք չի մտնել։ Հետ կապված բավականին կոշտ քննադատություններով եք հանդես գալի, հիբրիդային պատերազմ, ասում եք միութենական պետություն են ուզում ես մտցնել, բայց երբ որ Լավրովը այստեղ էր, Արարատ Միրզոյանը բավականին զգուշ հայտարարություններ էր անում, նա ասում էր, որ հապկում ենք մնալու, վերաֆորմատավորելու կարիք չկա մեր դաշնակցային հարաբերությունները, այս հակասությունները ինչպես հասկանանք։ Ես նախ Արարատ Միրզոյանը արտաքին գործերի նախարարն է եւ Ես քաղաքական ամենամեծ մարմնի ներկայացուցիչն եմ, պարոն Միրզոյանը ասում է այն ինչ որ գտնում է ճիշտ, իսկ ինչ վերաբերում է հապկի մեջ մնալու մասը, ես անկեղծ ասած նման բան չեմ լսել եւ վստահ եմ, որ պարոն Միրզոյանը նման բան ասած չի լինի։ Սառեցված է եւ չեմ կարող։ Ես իր հետ չեմ հանդիպել, ես չեմ կարող ասել Մինչև այս պահը չեմ հանդիպել, չեմ խոսել, բայց դե գիտեք Երևան դիալոգն անցնում, բայց դուք հնարավորություն եք ունեցել հարցեր տալ, կարծում եմ նոր ասելիք չկա, այն ինչ որ հրապարակային եղել է, այդ այլ ընդունելությունը բավականին շատ քննադատվեց եւ ազատություն հարցեր։ Դե ինչ պատասխանեմ։ Նոր հակասություններ արդյոք Ես մեր թիմի մեջ հակասություն չկա, բացարձակ չկա։ Մենք բոլոր հարցերը միասին քննարկում ենք, միասին ասելով դա պարոն Միրզոյանն է, դա վարչապետն է, դա ես եմ, մյուս գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչներն են եւ ղեկավարներն են, մեր թիմի մեջ հակասություն չկա։ Մեր թիմի որ հայտարարությունն է ուզում հասկանամ, իմ ու պարոն Միրզոյանը արտաքին գործերի նախարարն է եւ դիվանագիտության պատասխանատուն է եւ կարող է լինել շատ ավելի դիվանագետ, շատ ավելի զսպված։ Ես քաղաքական մարմինի ղեկավարն եմ, ես падգամավոր եմ, ես քաղաքական հայտարարություններ ազատ եմ անել եւ նաեւ իմ բնավորությանը բնորոշ շատ ավելի կտրուկ եմ եւ իմ հայտարարությունները կարող եմ եւ որևիցե հակասություն չի կարա լինի։ Մի րոպե հերթով, բայց դուք արդեն հաշտվեցիք, արագ։ Պաշտոնական են բավականին վատ ձևով Հայաստանը ընդունեց Լավրովին, ընդդիմադիրները քննադատում են, ասում են նույնիսկ Ռուսաստանի նման գերտերության արտգործնախարարին Հայաստանի իշխանությունը շատ վատ ընդունելության արժանացրել։ Ինչով վատ ընդունելության։ Աղու հացով չգնացինք, ներողություն եմ խնդրում, ես որ գնում եմ որպես պարլամենտական երկրի ղեկավար, որ ես գնում եմ որևիցե եվրոպական երկիր կամ Ռուսաստան, ինձ ով է գալիս դիմավորում, այտենց գալիս է միշտ պրոտոկոլով հետևյալն է, որ բացառիկ դեպքեր լինում են իհարկե, ես էլ եմ բացառիկ դեպքերում նման բան արել ու անելու եմ, բայց պրոտոկոլը հետևյալն է, որ դիմավորումը, օրինակ, ազգային ժողովի նախագահին դիմավորումը փոխոսնակներից որևիցե մեկը, նույնիսկ կարող է բարեկամական խմբի ղեկավար։ Այո, անպայման դիմավորում, ես իրան անձամբ խոսք եմ տվել, երբ որ ինքը տենց բավականին չեմ ուզում այդ բառը օգտագործել, բայց տենց ասեց, ոնց էիք դուք Տիկին Փելոսիին դիմավորել аэроպորտում, ես ասեցի Տիկին Մատվիենկո, երբ որ դուք գաք, ես մեծ հաճույքով ձեզ նույնպես կդիմավորեմ, եւ Անիտա Դիմիտրոյին եմ դիմավորել, որտեղ կին էր եւ իմ լավ ընկերն էր եւ Տիկին Մատվիենկոին էլ նույնպես